թե ինչից է մեզ մոտ լինում այս խնդիրը։ Այսինքն ինչից է ծագում քերականության հետ խնդիրները։ Գիտեք, այսպիսի խնդիր կա, կարող է անգամ դուք նկատած լինեք, եթե սովորում եք, պարապում եք ներկա պահին անգլերեն, որ շատ դեպքերում մենք փորձում ենք կապել, երկու լեզուներ իրար հետ։ Այսինքն կարող է մենք օրինակ սովորում ենք անգլերեն, բայց թարգմանում ենք հայերեն եւ հետո նոր թարգմանում ենք անգլերեն։ Այսինքն ստեղ գնում է համեմատություն մի լեզվի հետ, որն էլ կարող է հանդիսանալ այս խնդիրների պատճառը, քանի որ չէ որ շատ բառեր, շատ քերականության ձևեր եւ նաեւ շատ ինչու ոչ մոդալ բառեր հայերենում չկան եւ դրա համար խնդիրները ծագում կամ չեն այնքան չեն օգտագործվում ինչքան անգլերենում դրա համար մեզ մոտ խնդիրներ կարող է ծագել եւ թարգմանելիս էլ մենք կարող ենք խնդիրներ ունենալ համեմատություններ անել եւ սա կարող եմ ասել ամենատարածված խնդիրներից մեկն է ուսանողների մոտ հատկապես սկզբնական շրջանում երբ որ մարդիկ սովորում են կարող են թարգմանել դա լրիվ նորմալ է բայց միջին մակարդակում արդեն միջին մակարդակ ունեցող մարդկանց մոտ թարգմանությունները արդեն պետք է չլինեն, որովհետև պրակտիկա չկա, ինչ խնդիր կարող է լինել։ Խնդիր կարող է լինել այսպիսին, որ ինչ որ թեմա մենք չենք հասկանում եւ գիտեք, չենք հասկանում ու վերջ։ Այսինքն անգամ դասախոսին ենք ասում, եթե ինչ որ մեկի մոտ այսպիսի խնդիր եղել է, կարող է գրել, որ օքեյ, ես չեմ հասկանում այս մոդալ բառը ինչպես օգտագործել եւ դրա համար ունեմ մեծ խնդիր։ Այս դեպքում նաեւ ուսանողը կարող է ունենալ այսպիսի բան, որ կարող է չընդունել եւ դասատուի ասածը, կարող է չհասկանալ ինչու ոչ ներկայացված ձևը, այսինքն այս խնդիրը կարող ենք տարբեր տեսանկյուններից նայել, միգուցե դասախոսը կարող է փոխել ձևը ներկայացնելու, միգուցե ուսանողը ուղղակի պետք է փորձի հասկանալ այն ուրիշ ձևով։ Բայց սա էլ է տարածված խնդիր եւ այդ դեպքում երբ որ մենք ինչ-որ թեմա չենք հասկանում, այսինքն պրակտիկա չկա, կարող է բերել նրան, որ մենք այդ քերականական թեման չհասկանանք ու վերջ։ Ինչպես լուծենք մեր այս խնդիրները եւ ինչ լուծումներ կան ընդհանրապես։ Մի քանի օրինակներ եմ ստեղ ուզում ձեզ բերել, թե ինչպես դուք կարող եք մոտենալ այն խնդիրներին, հատկապես այն կառույցներին քերականական, որոնք դուք չեք հասկանում։ Ամենաճիշտ ձևերից մեկն է, որը օրինակ ես շատ եմ սիրում եւ շատ եմ օգտագործում, դա այն է, որ ենթադրենք մենք սովորում ենք պայմանական նախադասությունները եւ այս դեպքում մենք օրինակ սովորում ենք երկրորդ պայմանական նախադասությունը, երկրորդ տիպը։ Այստեղ մենք ունենք կանոն, չէ՞, if I were you, I would օրինակի համար։ Եվ այս դեպքում ամենաճիշտ ձևերից մեկը այն է, որ մենք կասում ենք օրինակներ մեր մասին։ Այսինքն մեր ուղեղը ընդունում է այս օրինակը, որը մենք կազմում ենք։ Հիմա եթե մենք վերցնենք second conditional-ը եւ կուզենամ նաեւ հատում հիմա բավականին ակտիվ լինենք, if I were you, I would. Օրինակ, I would never go to that festival, չէ՞։ Սա մի օրինակ է, եթե այլ օրինակներ կարող ենք second conditional-ով ասել, կարող եք գրել, որպեսզի իդեպ պայմանական տիպը լավ հիշեք ավելի։ Այսինքն, երբ որ մենք խորհուրդ ենք, չէ՞, տալիս, ասում ենք օրինակ, ես քո տեղը կանեի սա։ Այս դեպքում, երբ որ դուք անցնում եք քերականական կառույցները, երբ որ դուք հասկանում եք այն ամենաճիշտ բանը օրինակներ կազմելն է ձեր մասին։ Դրա համար դուք պետք է անընդհատ դա կապեք ձեզ հետ եւ այստեղ կլինի նաեւ էմոցիոնալ այսպիսի կապ, որը կօգնի ձեզ նաեւ հիշել տվյալ կառույցը։ Այսինքն, եթե ես քո տեղը լինեի, ես կանեի կամ կյանքում չէի անի սա։ Հիմա այստեղ օրինակը այսպիսին է, if I were you, I would never go to that festival։ Կարծում եմ արդեն բոլորս հասկանում ենք այս նախադասությունը, որը կրկին, եթե սա ձեր կյանքից բերված օրինակ է, կրկնվեմ, օրինակ դուք ձեր ընկերոջն եք դա ասում, հավատացեք ուղեղը այդ դեպքում այն ավելի լավ է հիշում։ Կարող եմ ասել, մեր այսպես ասած, սիրելի թեմաներից է, իհարկե, այստեղ սիրելին փոխաբերական իմաստով, ինչու։ Եթե դուք ուսանող եք, գրեք խնդրեմ ձեզ մոտ այսպիսի խնդիր կա, որ օրինակ դուք ինչ-որ թեմա եք անցնում եւ ձեզ մոտ անդադ, այսինքն ձեր դասախոսը անդադ ուղարկում է վարժություններ այդ թեմայի վերաբերյալ, օրինակ անցնում եք, եկեք հենց այս թեման second conditional-ը որ անցնում եք
ու արդեն դուք ունեք այսպիսի վարժություններ, մոտ 2 շաբաթ, դուք անդադ ձեր դասախոսից ստանում եք այս վարժությունները, կա ձեզ մոտ այսպիսի խնդիր, որ դուք կամ հոգնում եք այդ թեմայից, կամ ուղղակի չեք ուզում դա անել։ Այսպես ասած, ձեզ համար անվերջ վարժություններ են, որոնք դուք պետք է անընդհատ անեք։ Եթե ինչ-որ մեկի մոտ կա այսպիսի խնդիր, խնդրում եմ գրեք, քանի ինչ է այն լուծում, ինչ խնդիրները, լուծում է շատ սիրելի թեման։ Եթե անգամ դուք չեք սիրում կրկնել մի թեման, չեք կարող օգտագործել իրեն, բայց ավտոմատիզացումը ձեզ հնարավորություն կտա, որպեսզի դուք ավտոմատ կերպով այդ քերականական կառույցը հիշեք։ Այսինքն, եկեք հետ գնանք մեր second conditional-ին։ Եթե դուք անընդհատ անեք վարժություններ, որոնք կապված են second conditional-ի հետ, արդեն առաջի մասը, օրինակ, if I were you, ձեզ մոտ խնդիր չի լինի։ Դուք ավտոմատ հենց այսպես էլ կասեք։ Եվ դրա համար կարող է լինել այսպիսի խնդիր, որ մենք հոգնենք, բայց ավտոմատիզացումը մեզ կօգնի, որպեսզի մենք ավտոմատ, անգամ խոսքի մեջ նկատած կլինեք, որ հիմնականում նաև լեզվակիրները ավտոմատ կերպով օգտագործում են, չէ՞, այս կոնստրուկցիաները։ Ինչու՞։ Որովհետև այնքան են դա օգտագործել իրենց խոսքի մեջ, որ իրենք անգամ ուրիշ կոնստրուկցիա չեն կարող օգտագործել։ Սրան ձեզ կբերի միայն կրկնությունը վարժությունների, եւ որքան շատ դուք աշխատեք, ձեզ համար այդքան հեշտ է դա լինելու։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, եթե անցնում եք նոր թեմա եւ ձեզ դասախոսը ուղարկում է վարժություններ կամ դուք ինքնուրույն եք պարապում եւ ունեք շատ վարժություններ, անպայման այնքան արեք մի թեման հատկապես, որը թեկուզ հասկանում եք, բայց այնքան վարժություններ արեք, որ դա ձեզ համար լինի շատ բնական եւ դուք խնդիր չունենաք համ այս թեմայի վերաբերյալ, այս թեմայի հետ կապված։ Այնուհետև օրինակ եկեք խոսենք մի հետաքրքիր թեմայից, դա present perfect-ն է։ Հիշում եք present perfect-ը իր կոնստրուկցիան ընդհանրապես ինչպիսին է։ Ես այդտեղ մի փոքր ձեզ օգնել եմ, բայց ինքը բավականին հեշտ կոնստրուկցիա ունի, բայց այդտեղ մի խնդիր կա, որ մարդիկ հիմնական ուսանողները ունենում են եւ ավտոմատիզացումը օգնում է այս խնդրի հետ։ Կարող եք գրել իր կոնստրուկցիան, մինչև դուք գրեք, ես իր մասին ավելի շատ խոսեմ։ Այսինքն մեզ մոտ կա այսպիսի տարածված խնդիր, որ օրինակ մենք խոսում ենք մի թեմայի մասին, ուզում ենք ասենք have you, ուստեղ մեզ պետք է ինչ-որ բայ, չէ՞։ Ասում են have you see, have you seen, չեն հասկանում, որ բայ է օգտագործել այս դեպքում։ Մենք արդեն ունենք ճիշտ պատասխանը չաթում։ Եվ ինչ անել այդ դեպքում։ Այսինքն, եթե մենք բայը չենք հասկանում, մենք չենք հիշում, տեսեք ավտոմատիզացումը այս դեպքում, եթե դուք անկանոն բայերը անգիր անեք, եթե դուք իրենց հիշեք, ձեզ մոտ խնդիր չի լինի։ Այսինքն դուք հանգիստ իրեն կօգտագործեք եւ կարողանաք հեշտ օգտագործել ձեր խոսքի մեջ։ Դրա համար շատ կարեւոր է հիշել եւ անգիր անել այս կոնստրուկցիաները։ Իդեպ մի life hack ինձնից անկանոն բայերը շատ հեշտ են հիշվում, շատ շատերը իր նման են, դրա համար ես իրենց օրինակ շատ փոքր է, երբ որ անգիր եմ արել եւ դրանից հետո ես իրենց չեմ մոռանում, որովհետեւ անկանոն բայերը ընդհանրապես բավականին հեշտ են հիշվում եւ այդտեղ մեզ պետք է կրկնություններ, եթե մենք զգում ենք, որ դժվարություն կա անկանոն բայերի հետ, այսինքն օգտագործելով հիշում եք, ովքեր տեսնում եմ ծանոթ դեմքեր, ծանոթ անուններ այս դեպքում, ովքեր միացել են իմ հին վեբինարին, հիշում եք Quizlet-ի մասին էի խոսում, կարող եք Quizlet ծրագրով իրենց հիշել, այսինքն փոխեք մի քիչ մեթոդիկան, թե դուք ոնց եք իրենց հիշում, բայց հասցրեք ձեզ այն մակարդակի, որ դուք կարողանաք ավտոմատ կերպով հիշել անկանոն բայերը։ Եվ դրա համար խնդիր կարող եք չունենալ արդեն present perfect-ի հետ։ Okay, սպոնտան օգտագործումը, ինչ է սա, նախորդ գրել եմ այստեղ, որ մի փոքր դժվար է լինելու։ Նայեք, երբ որ դուք սովորում եք մի նոր թեմա, օրինակ կրկին դուք սովորում եք present perfect tense-ը, դուք սովորում եք կոնստրուկցիան, դուք սովորում եք անկանոն բայերը, ամեն ինչ առաջ է շարժվում, ինչ կարևոր ստեղ նյուանս կա, որը ձեզ կօգնի, որ դուք զգաք ամեն քերականական կառույց։ Այն, որ դուք սպոնտան օգտագործեք այս քերականական կառույցները։ Այսինքն, սա դուք կարող եք անել դասերի ժամանակ
Եթե դուք, իհարկե, եթե դուք պարապում եք, ուսուցիչը արդեն իսկ անցնելով ձեզ հետ մի կառույց, պետք է այնպիսի իրավիճակներ, վարժություններ ձեզ տա, ստեղծի իրավիճակներ, որ դուք կարողանաք օգտագործել սպոնտան կերպով այդ ժամանակաձևը, որը անցել եք։ Բայց եթե օրինակ դուք եք ուզում ավելացնեք ձեր պրակտիկայի մեջ այդ ժամանակաձևի օգտագործումը, present perfect-ը վերցնենք, ապա խոսալիս experience-ների, չէ, փորձառությունների մասին անպայման իրեն օգտագործեք։ Այսինքն դուք պատկերացրեք բան եք պարապում, 4 անգլերեն եք պարապում, 4 թեմա եք անցնում, եւ այստեղ ինչ ենք մենք անում։ Վերցնում ենք, խոսում ենք մի թեմայի մասին եւ անպայման փորձում ենք խոսել ինչ-որ փորձի մասին, experience-ի մասին, օգտագործելով այս կոնստրուկցիան։ Այսինքն տեսեք, քանի որ մենք անգլերենը պարապելիս նաև պատասխանատու ենք մեր result-ների համար, այս դեպքում դուք անդադ պետք է ձեր դիմաց դնեք այսպիսի նպատակ, որ լավ, ես անցել եմ այս թեման, եւ որպեսզի ես իրեն ավելի լավ յուրացնեմ, ես պետք է սպոնտան օգտագործեմ։ Այսինքն դուք էլ պետք է խոսքի մեջ բավականին իրեն օգտագործեք։ Նայեք, ինչ տարածված խնդիր կա։ Եթե մեզ մոտ այստեղ կան միջին մակարդակ ունեցող ուսանողներ, անպայման գրեք, ձեզ մոտ կա այսպիսի խնդիր, թե չէ, որովհետև իրականում միջին մակարդակի ուսանողների մոտ կա խնդիր, երբ որ իրենք անցնում են տարատեսակ քերականական կառույցներ, բայց նախընտրում են օգտագործել ամենահեշտ կառույցը։ Ինչի համար ես օգտագործեմ present perfect, եթե կա past simple ժամանակաձևը։ Սա այնպիսի խնդիր է, որի վրա պետք է աշխատի եւ դասախոսը եւ ուսանողը, որովհետև նույն բանը կարող ենք վերագրել նաև իդեպ բառապաշարին, ինչի ես օգտագործեմ այս բառը, եթե կա ավելի հեշտ բառ։ Նախ, որովհետև ավելի ճիշտ է, այսինքն անգլերենի տեսանկյունից, լեզվի տեսանկյունից ավելի ճիշտ է, որ դուք օգտագործեք փորձառության մասին խոսելիս present perfect ժամանակաձևը, այսինքն դուք պետք է հասկանաք ինչ իրավիճակում, ինչ ժամանակաձև, եւ երկրորդը, դա նաև վերաբերվում է բառապաշարին, դուք պետք է ցույց տաք ինչ-որ ձեր մակարդակը, այո։ Այս դեպքում էլ մեզ մոտ պետք է լինի նպատակ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ օքեյ, ես ունեմ նպատակ բարելավելու իմ անգլերենի մակարդակը, եւ կրկին այստեղ մենք ենք, ով ունի նպատակ, ով պատասխանատու է, հա, իր անգլերենի մակարդակի բարելավման համար, եւ այս դեպքում դուք չպետք է մտածեք այսպես, սա ավելի հեշտ է, սա օգտագործեմ, չէ։ Այո, իհարկե որոշ դեպքերում լրիվ օքեյ, եթե դուք օգտագործեք հեշտ կոնստրուկցիաներ, բայց եթե կրկնվեմ, օրինակ, մենք անցնում ենք present perfect-ի հիմա խոսքը գնում է դրա մասին, խոսում ենք experience-ի մասին, օգտագործում ենք այս կոնստրուկցիան։ Այսինքն ամեն տեղ փորձեք սպոնտան օգտագործել։ Եթե դուք ճանապարհորդում եք, դուք ունեք հնարավորություն խոսալ, չգիտեմ, receptionist-ի հետ գնում եք հյուրանոց, receptionist-ին անկապ հարցեր տվեք։ Փորձեք, ես հիմա ձեզ ամենափոքր օրինակն եմ բերում, հա, խոսակցություններ բացել, եւ նաեւ կարող եք օգտագործել ձեր այս ժամանակաձևը։ Քանի որ, չգիտեմ, այստեղ չաթում կան մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն ամեն օր պրակտիկա ունենալ։ Ոչ բոլորը դա ունեն, հատկապես անգլերեն բարապող մարդիկ։ Օրինակի համար, երբ որ աշխատում են, աշխատանքի տեղ օգտագործում են միայն հայերեն, գալիս են տուն օգտագործում են հայերեն, լավ, բա որտեղ օգտագործել, չէ։ Բնականաբար, եթե ճամփորդում ենք, պետք է այստեղ full ինտեգրենք լեզուն։ Սա այն օրինակներից է, որ ես ձեզ կարող եմ բերել, օրինակ խորհուրդ կտամ նաև, որ եթե շաբաթ կիրակի կարող եք ձեր ընկերների հետ էլ կամ, չգիտեմ, շաբաթվա մեջ խոսել անգլերեն եւ օգտագործել այս կոնստրուկցիաները, դա ձեզ միայն լավ կլինի։ Դրա համար ունենալ հնարավորություն լեզուն օգտագործելու եւ սպոնտան օգտագործման մեջ հիշելու այս կոնստրուկցիաները, դա ձեր result-ի մեծ մասն է։ Շատ կարևոր է դա անել։ Չէ՞ որ երբ ենք մենք հասկանում, որ մենք յուրացրել ենք տվյալ թեման։ Այն ժամանակ, երբ որ մենք կարողանում ենք հեշտ օգտագործել այդ թեման մեր խոսքի մեջ։ Այսինքն դուք չեք մտածում, լավ, ես տեղ ինչ օգտագործեմ, past simple, present perfect tense օգտագործեմ, դուք ավտոմատ արդեն իրեն եք օգտագործում առանց question անելու։ Քանի որ ստեղ դուք յուրացրել եք իրեն, դուք knowledge-ի part ունեք, ու դուք արդեն ինտուիտիվ իրեն օգտագործում եք։ Եվ հավատացեք, երբ որ դուք յուրացրել եք թեման, դուք ինտուիտիվ օգտագործելիս խնդիր չեք ունենա իր հետ։
Այսինքն դուք մի անգամ hesitate չեք անի, չեք մտածի արդյոք ճիշտ եմ ասում։ Okay, եկեք մի հատ չարտը նայեմ։ Շատ լավ, դե արդեն ստեղ երբ որ խառնում ենք հիմքերը, պետք է բավականին շատ պրակտիկա, այսինքն պետք է աշխատեք եւ նաեւ այս թիփերից օգտվեք, որպեսզի կարողանաք առաջ գնալ հենց անկանոն բայրի հետ։ Բայց ես իրականում նկատում եմ, որ ուսանողները հիմնականում իրենց հեշտ են հիշում, քանի որ իրար նման են բավականին շատ։ Գիտեք, մի այսպիսի թեմա կա, խնդրում եմ չաթում գրեք, լսել եք թե չէ, որ ասում են, այ որ լսեմ, թե ոնց են օգտագործում այս թեման, ես իրեն հաստատ կյուրացնեմ։ Այսպիսի բան լսել եք ձեր շրջապատում, հատկապես գիտեք, երբ եմ լսում, երբ որ մարդիկ գնում են, օրինակ, Միացյալ Նահանգներ ու ասում են, օքեյ, ես որ գնամ այնտեղ, դա լսեմ ոնց են խոսքի մեջ օգտագործում, ես հաստատ այդ կոնստրուկցիան կհիշեմ։ Կարծում եմ շատ մարդիկ կան, ովքեր անգամ գնում են Միացյալ Նահանգներ, որպեսզի կարողանան լսեն եւ օգտագործեն, բայց միաստեղ շատ մեծ խնդիր կա, որի մասին ես հեսա կխոսեմ ձեզ հետ։ Ինչն է այս խնդիրը։ Նկատել եք այդ մարդիկ, ովքեր որ գնում են օրինակ ինչ որ տեղ ապրելու, հենց վերցնենք, քանի որ օրինակը բերեցի Միացյալ Նահանգներից։ Այն մարդիկ, ովքեր լսելով են փորձում բարելավել իրենց հմտությունները եւ գտնել սովորել նոր թեմա, հիմնականում ունենում են շատ մեծ քերականական սխալներ իրենց խոսքի մեջ։ Այսինքն, երբ որ ես իրենց լսում եմ, ես նկատում եմ, որ բացակայում է օրինակ to be by-ը, ընդհանրապես չկա։ Կամ ասում են, չգիտեմ, I work չգիտեմ, ինչ որ a waiter, հիմա ասենք sense մի բան, ստեղ արդեն s-ը չկա, չէ։ Ինչ որ նենց կարույտ, նենց բառեր են բաց թողում, որ բնականաբար սա պետք է ձեզ բացատրեր ձեր դասախոսը, բայց քանի որ դուք լսում եք, իսկ մեր ուղեղը կենտրոնանում է կարևոր բառերի վրա, եւ այս փոքրիկ բառերը, այս կառույցները չի ֆիքսում։ Եվ հենց դա է քերականություն սովորելը, չէ՞, քանի որ մեզ մոտ կան այսպիսի կապող բառեր, որոնք հենց քերականության հիմքն են հանդիսանում, եւ եթե մենք սա չսովորենք, մենք սա չենք էլ լսի։ Դրա համար այս հարցին, ինչպես տեսնում եք, ես ասում եմ, որ ոչ։ Միայն լսելով անհնար է հասկանալ նոր թեմա։ Պետք է կանոնները տեսնել, կարդալ, սովորել, հասկանալ, պրակտիկա անել։ Գիտեմ, որ շատերը հիմա կմտածեք, դա է նորմալ տեխնիկան, այո, բայց շատ մարդիկ կան, ովքեր մտածում են, որ մենք լսելով կսովորենք նոր թեմա, բայց ոչ։ Տենց բան չկա։ Դրա համար անգամ եթե սովորեք, կրկնում եմ, այսպես խնդիրներով եք սովորելու, ու եթե իմ մոտ գալիս է այսպիսի ուսանող, ես հետ եմ գնում եւ ամենասկզբից սկսում եմ։ Այսինքն, պատկերացնում եք, թե ինչքան ժամանակ ենք մենք, չէ՞, այսպես ասած, ինչքան ժամանակ ենք մենք ծախսում, որ մենք անցնենք այդ թեմաների վրայով, այսինքն կոպիտ ասած ռոյից նորից սկսում ենք, որովհետև եթե դասախոսը հասկանա, որ դուք չգիտեք այդ ժամանակաձևը ու բաց թողի, դուք դա երբեք չեք իմանա։ Դրա համար իմ համար ճիշտ տարբերակ է, երբ որ ես հետ եմ գնում եւ դա նորից անցնում, եթե դուք դա չգիտեք, ինչի պետք է դա բաց թողել։ Դրա համար, որպեսզի մենք չծախսենք այսքան ժամանակ դրա վրա, այսպես չենք անում։ Մի քանի life hack-եր եմ ձեզ համար պատրաստել, life hacks, որպեսզի դուք կարողանաք քերականությունը ավելի լավ զգալ։ Նայեք, հիշում եք, որ ասեցի, որ պետք է ամեն ժամանակաձև սովորելիս կազմեք ինչ-որ օրինակներ։ Այստեղ ես գրել եմ 5-ից 10 նախադասություն ձեր մասին։ Երբ որ դուք սովորում եք օրինակ present perfect tense-ը, օրինակի համար, կազմեք նախադասություն հենց ձեր մասին։ Այսինքն, հիմա եթե մենք ստեղ ունենք Mary's an engineer, ասում ենք no, I'm not an engineer։ Ուսենց դուք այնքան օրինակներ եք կազմում ձեր մասին, որպեսզի ձեզ մոտ լինի էմոցիոնալ կապ։ Հավատացեք, այս էմոցիոնալ կապը շատ կարևոր է։ Հիմա second conditional-ը ես այդքան ասեցի, չէ, եթե ես ձեր տեղը լինեի, if I were you, I would։ Հավատացեք, դուք հիմա իրեն ինչ որ չափով հիշելու եք։ Իսկ եթե դուք էլի կենտրոնանաք նրա վրա, որ դուք պատասխանատու եք, դուք գիտեք ինչ եք ուզում անգլերեն սովորելիս, սա ձեզ շատ է օգնելու, քանի որ 5-ից 10 նախադասություն կազմելը դա հավելյալ պրակտիկա է, դա էմոցիոնալ կապ է, ինչպես որ ասեցի, անձնական կապ, ինչպես գրել եմ այստեղ։ Արեք սա ամեն ժամանակաձև, ամեն նոր կոնստրուկցիա սովորելիս։
Նայեք, փոփոխություններ ինչ նկատի ես ունեմ այստեղ, սա երկրորդ life hack-ն է արդեն, life hack-ը, սա այն է, որ մենք ունենք հաստատական նախադասություններ և մենք իրենց փոխում ենք, այսինքն մենք իրենց շղթում ենք, մենք հարց ենք կազմում, այս դեպքում, հիմա տեսեք, I'm not, ուստեղ կարող եք իհարկե փոխել, am I an engineer օրինակ ասել չեմ, եթե դուք ձեզ եք այդ հարցը տալիս, սա ձեզ նույնպես օգնելու է, որպեսզի դուք յուրացնեք այս թեման ավելի լավ, բայց ինչ կարող եմ ստեղ ձեզ խորհուրդ տալ, դուք կարող եք այստեղ գրել արդեն ձեր ընկերների, ձեր ընտանիքի անդամների մասին, վերցրեք այդ 10 նախադասությունները, ժխտեք իրենց, կազմեք հարցեր, իրականում շատ հեշտ է թվում, բայց հավատացեք, եթե դուք դա ամեն անգամ անեք, դուք էլի կաշխատեք ձեր դիսցիպլինայի վրա և կկարողանաք արդեն ունենալ result-ներ, դուք արդեն լեզուն ավելի լավ կզգաք։ Հիմա անցնենք փոփոխություններից noticing-ին։ Ինչ է noticing-ը։ Նայեք, notice բառը notes-երից կարող եք հիշել notice, notes, այսինքն, երբ որ մենք նկատում ենք ինչ-որ բան, չէ, առողջի մեջ որ note-եր ունենք, որ մեջը գրում ենք, notice-ը դա նկատելն է։ Այսինքն, երբ որ մենք կարդում և լսում ենք, ինչ-որ տեքստ ենք կարդում, լսում ենք, մենք ուշադրություն ենք դարձնում կոնտեքստին։ Սա այնքան կարևոր, կարող եմ ասել կետ է քերականության մեջ, հատկապես տեսեք present perfect-ը, ես ես այդքան ասեցի իրեն, օգտագործում ենք experience-ի ժամանակ, օրինակ ես եղել եմ Լոնդոնում, ես չեմ եղել Լոնդոնում, չէ։ Այս դեպքում մենք օգտագործում ենք, այս կոնտեքստը տեսնում ենք և օգտագործում ենք հենց այս տեխնիկա noticing-ը։ Եվ դուք կոնտեքստից պետք է հասկանաք արդեն, որ դուք հասկանում եք այս թեման, այսինքն կարդում եք ինչ-որ թեմա ձեր experience-ի մասին, ասում եք, ահա, սա present perfect-ի մասին է, փորձի մասին է կարդում, և նաև խորհուրդ կտամ, երբ որ դուք ինչ-որ բան կարդում եք, մի հատ հասկանաք, վերլուծեք, թե լավ, ինչ է այս դեպքում օգտագործվել այս ժամանակաձևը, օրինակի համար։ Այսինքն ժամանակ տվեք ձեզ հասկանալու, թե ինչպես է այն օգտագործվում։ Noticing-ի կոնտեքստ, այսինքն noticing-ի տեխնիկա, ստեղ կոնտեքստը շատ կարևոր է։ Այս դեպքում ինչպես դա կարող ենք անել, դա կարող ենք անել և սովորական գրքեր կարդալիս։ Չգիտեմ, եկեք չաթում մի հատ գրեք, տեսնեմ արդյոք գրքեր կարդալիս, դուք ուշադրություն եք դարձնում ժամանակաձևերին, որովհետև իրականում գրքեր կարդալով, եթե համեմատենք այս հարցի հետ կստացվի լսելով նոր թեմա սովորել, ապա գրքեր կարդալու դեպքում ես կարող եմ ասել, որ այո, կստացվի հասկանալ այդ ժամանակաձևը ավելի լավ։ Այսինքն դուք պետք է ուղղակի գնաք կոնստրուկցիաների վրայով, անցնեք և կոնտեքստի մեջ իրեն հասկանաք։ Դրա համար, ովքեր գրքեր կարդում են, իրականում բավականին լավ result-ներ են տեսնում, համ ժամանակաձևերի համար, համ էլ բավականին լավ ընդլայնում են իրենց բառապաշարը։ Իդեպ բառապաշարի համար էլ է սա շատ լավ life hack, որովհետև դուք բառապաշարը սովորելիս տեսնում եք իրեն կոնտեքստում, թե ինչպես է այն օգտագործվում։ Դրա համար, եթե գրքեր եք կարդում, անպայման փորձեք հասկանալ, անպայման փորձեք հարցեր տալ ձեզ և ընկալել, զգալ, թե ինչու է այս դեպքում օգտագործվում այս ժամանակաձևը։ Եվ մենք կամաց մոտենում ենք վերջին, այստեղ մի սենց համեմատություն եմ անում, vocabulary ու grammar, նայեք, ինչ տարբերություն կա grammar-ի ու ընդհանրապես vocab-ի միջև, տարբերությունը այն է, որ քերականությունը, ինչքան էլ մենք սովորում ենք, մեզ մոտ այն սահմանափակ է, այսինքն մենք կանոնը սովորում ենք, չէ, կանոնները սովորում ենք, անցնում առաջ։ Իսկ այն նոր բառերը, իրենք սահմանափակ չեն, չէ, որ հաստատ բոլորդ զգացած կլինեք, որ սովորում եք այս բառերը այնքան, անգամ ես ինքս հիմա հիմնականում ես կենտրոնանում եմ սլենգային արտահայտությունների վրա, բայց ես ինքս որպես ուսուցիչ անընդհատ սովորում եմ նոր բառեր, այսպիսի բան կա, որ մեր բառերը անսահմանափակ են, բառապաշարը անդադ ընդլայնվում է, բայց քերականությունը, ինչպես և ասել էի այն ամենասկզբում մեր վեբինարի, կապում է մեր բառերը և որպեսզի դուք ունենաք ամենալավ էֆեկտը, ամենալավ արդյունավետ դասերը,
դուք պետք է քրեականություն պարտադիր սովորեք։ Այն մարդիկ, եկեք հիշենք, այն մարդկանց, ովքեր լսելով բարելավում են իրենց մակարդակը, հիմնականում սովորում են սենց բառեր ու իրանց սենց սպոնտան դնում են նախադասության մեջ։ Այս դեպքում մեզ մոտ շատ մեծ խնդիր է, որովհետև մենք ունենք լուրջ քերականական խնդիրներ։ Դրա համար ու նորից մենք պետք է ժամանակ ծախսենք, որպեսզի հետ գնանք ու այս ամեն ինչը անցնենք կրկին։ Որպեսզի սա չանենք, հենց ամենասկզբից էլ մոտենում ենք շատ լուրջ մեր քերականությանը, հատկապես մեր բազային։ Կարող եմ ասել, որ բազային ժամանակաձևերը շատ կարևոր են, այսինքն present simple, past simple, իրենց պետք է past continuous, present continuous, 6 ժամանակաձև, 6-ից 7 դուք արդեն որ սովորեք, դրանի բազային ժամանակաձևերը, դա ձեզ արդեն շատ մեծ առաջընթաց կլինի և այդ դեպքում դուք արդեն կկարողանաք կապել, այս բառերը իրար հետ, արդեն կկարողանաք խոսել։ Դրա համար սկզբից կարող եք անգամ կենտրոնանալ մի փոքրիկ գաղտնիք 6-ից 7 ժամանակաձևի համար, եթե դուք նոր եք սկսում անգլերեն սովորել։ Դա ձեզ շատ կօգնի, որպեսզի դուք ունենաք լավ կանոն բազա։ Դա կարող եք անել հենց մասնակետի հետ էլ, մասնակետը արդեն դա ավելի լավ կհասկանա։ Եթե ինքնուրույն եք պարապում, այս դեպքում մի փոքր ավելի դժվար է լինելու, բայց կրկին իհարկե ռիզալտներ կան, այսինքն եթե դուք ցանկանաք, դուք ինքնուրույն նստեք, ժամանակ տրամադրեք անեք, այս ամենը իհարկե կստացվի։ Այսքանով մենք համարյա